Մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի անով գողջունեմ ցեզ, բարի եկած եք այս առավոտ դերոջդունը միասնապար զինք բաշտելու։ Հոդնգայս պիտի երկենք 178-րդ երգը։ 1-7-8 On բաշտենք արքան վերին փարավոր։ Մինչ ոտքի ենք, մեր փոխադարձ ընթերցումը պիտի լաթիվ 20 Աստվածաշունչ Մադյան։ Ով դեր քու խոսքդ հավիտյան հաստատ է երկինքի մեջ, որչափ կսիրեմ քու օրենքդ, այն է ամեն օր իմ մտածությունս։ Իմ ուսուցիչներս ավելի հանջարեղ եղա, վասնզի քու վկայություններդ իմ մտածությունս են։ Քու տադաստաններդ չխոդորեցա, վասնզի թուն սորվեցուցիր ինձի, որչափ քաղցր է քու խոսքդ իմ կեմքիս, մեղրեն ավելի անուշ է իմ պերնիս։ Թուն հաստատ գեցիր այն պաներում մեջ, զորոնք սորվեցար ու հավատացիր, վասնզի գիտես թե, որ մեզ սորված ես։ Բոլոր քիրքը Աստծո շունչն է եւ օգտակար է սորվեցնելու, հանդիմանելու, շտկելու եւ արդարության խրադելու համար, որբեսի Աստծո մարդը գադարյալը լա ամեն բարի գործերու պատրաստված։ Դեր օրդներ խոսքին թերցումը գհրավիրեմ հովիվը, որ մեզ աղոտկով դերոջկա մոտեցնենք։
Մեր սիրելի եւ ճշտելի հայրը այս օրհնյալ բահվան մեջ Կումիածի որդվույթ մեր փրկին Տեր Հիսուսի անունով եւ անոր արժանիքով շնորհած կայդ արչեւ կմոտենանք Քու մեծափարության դարչեւ գծնրատրենք եւ սրտանց փառք կուտանք որ այս օրհնյալ արիթը մեզի դարձյալ շնորհեցիր եկած ենք Տեր Քու դաջարիդ մեջ քեզ ճշտելու երկրբակելու քու անունդ մեծարելու քանզի արժանի ես Տեր ամեն փառքի ճշտամունքի փառաբանության այո Տեր ուրախությամբ կմոտենանք քեզի սիրահոժար հավատքով գիտենք որ օրհնություններ բացես մեզի եկած ենք Տեր մեր նաև թերություններով դգարություններով Քիդագից ենք մեր վիճակին, թե մենք ապմը հողենք և ոչ ավելի, բայց դու մեզ սիրեցիր և ուզեցիր շնորհ քնել, ուզեցիր մեր ինգած մեղքի դիրմին մեջ մեռած վիճակեն կենդանացնել և քու որդվույթ Քրիստոսի մեջ երկնավորներուն հետ նստեցնել, փառք ուտանգով Տեր այս թիրքին համար, որ ունենք Այո ֆիզիկապես այս չարաշխարի մեջ գաբրինք, բայց մեր հոգին քեզի հետ է եւ դեր մենք քու մեջդ ապահով ուրախ երջանիկ գաբրինք բդղափեր կյանքեր ապրելով շնորհակալ ենք Տեր փառք ուտանք խոսքիդ համար այո Տեր խոսքդ մեր ոտքերուն ջրակ է մեր շավիղներուն լույս է քու խոսքդ դքեդը իմաստուն գնե գտաստիարագե քու զավակներդ Եվ ամեն բարի գործերու պատրաստ կնե։ Այո Տեր, եկած ենք որպեսի խոսքովդ նորոգվենք, մխիթարվենք, քաջալերվենք եւ նաեւ ինչու՞ չէ Տեր, եթե սիրելի հոգիներ կան, անոնց փրկության միջոցալ ըլլա։ Օրհնելով օրհնես այս պաշտամունքը, կբերենք մեր սրտերուն վրա ծանրացած նյութերը Տեր, բոլորը հավատքով քեզ կներկայացնենք, հիշե հիվանդները Անոնք որոնք ցավեր ունին ֆիզիկապես, հոգեր ունին, հոգեպես կդարաբին բոլորին թուն այցելես։ Հիշե Տեր Սուրյո վիճակը կխնդրենք որ քու խաղաղությամբ այցելես եւ Տեր սրտեր գագուղցնես եւ Տեր կխնդրենք որ այդ վիճակները փոխես եւ մարդիկ խաղաղության մեջ լալով ավետարանի բարի լուրը դարածվի հոն եւս Միջին արևելք ամբողջությամբ ցերկերուտ կհանցնենք, քո առաջնորդությունդ կխնդրենք, մեր հայրենիքին ալ Տեր թուն ողորմիս այցելես մեր ժողովրդին, մեր բոլոր ղեկավարներուն Տեր իմաստությամբ օժտես, որպեսզի անոնք շիտակ ընտրություններ կատարեն, եւ այսպեսով Տեր, որքան որ կյանք կշնորհես, այդ կյանքը քո անվանդ բադիվ փերող կյանք մլա եւ ազգովին Քեզ սիրող եւ ավետարանի բարի լուրը դարածող ազգ մըլանք եւ թուն փառավորվիս մեր միջոցով այս ամենը Տեր Հիսուսի անունով կխնդրենք շնորհակալ ենք որ լսեցիր եւ պատասխանեցիր Փառքը բադիվը քեզի ըլլա հիմա ու ավիդյան ամեն Ամեն Մեր պարապանությունը շարնագենք երկելով 839-րդ երկին առաջին, երորդ և չորորդ տուները։ Շահիմ աշխարդերը գործընցնեմ, մի դարժեր ապրիլ այս կյանք մեկոր, օգույսակեցում արդյոք պիտ գտնեմ, աշխարի իրաց մեծ անցավոր։ Թե շահիմ աշխարդերը գործընցնեմ, շանարժեր պիտի կյանքսանիս լեղի, Փրկին հետամ ոնց մեկ մարգյան պսեմ, Եվ իսկ մարդուն չէ մատադելի
Առանց Հիսուսի այս կյանքն է ունայն, անոր պարտնելով ցավաշխատան, առանց Հիսուսի մուտ է ապական, իդլավող զղջուտան չան, եթե ապրիմ պայց պրգիտ չունենամ, ինչ միդնեմ մամանջանում, թե միայն խավար պիտի հաճանամ, առանց Հիսուսի անհայց նգում, ինչ մեծ կանց մնե պրգիչ մունենան, մխիթարություն ռան սրդիս, ամբոր մեղքերու գրնաներունդան, և գլավիջակ մշտած կալին, եթե գործընցնեմ աշխարամեմ հան, հայց Հիսուս նլա ինձի պաժին, անգլեցն է պետքերս լման, ինչ որ գխնդրեմ և ավելի։ Այո սիրելներ, առանց Հիսուսի մեր կյանքերը շատ բարապ պիտի ըլլա։ Մեր հաջորդ երգը պիտի ըլլա 842-րդ երգը։ Դեր գահանցնեմ կյանքս բոլոր, դիրե անցիս տուն այսօր։ Դեր գահանցնեմ կյանքս բոլոր, դիրե անցիս տուն այսօր, ուղենթացը մագոր, սուրբ հոգվոցիս լեցում, սուրբ հոգվոցիս լեցում, սուրբ հոգվոցիս լեցում, դիրե անցիս կաղաչեմ, սուրբ հոգվոցիս լեցում, դեր գհանցնեմ ամեն պան, իմ ներկաս ու ապական, կուր եմ հիմա հավիտյան, սուրբ հոգվոցիս լեցում, սուրբ հոգվոցիս լեցում, սուրբ հոգվոցիս լեցում, դիրե անցիս կաղաչեմ, սուրբ հոգվոցիս լեցում, դեր ղրգեցիս որ երբան, գործված ներկան ամեն ժամ, օգնե անոնց քեզ ցույց տամ, սուրբ հոգվոցիս լեցում, սուրբ հոգվոցիս լեցում, սուրբ հոգվոցիս լեցում, դիրե անցիս կաղաչեմ, սուրբ հոգվոցիս լեցում։ Այո դեր շնորհ որ Սուրբ Հոգվույն զորությունը ըսկալի լա մեր ամեն մեկուն կյանքներս։ Մեր վերջին երգը պիտի լա 81-րդ երգը, այս երգին առաջին, երրորդ եւ չորրորդ տուները պիտի երգենք։ Մդի գրե ինչ կսե հունցքին դեր։
Մդիկը ինչ կսեուսին դեր, ով երթա կործել ինձի համար, ով իբեր է ինձ կորսվածներ, ով մեր ճամփան ցույց տալ է հորջան, խոսեներ, խոսեմի քոքիս պատասխաներ, խոսեներ, պատասխանեմ զիս մրգեր, միլիոնավորներ գգործվինա, լսե անունցար նաղաղակներ, ազատում անոնց ասնել արգորա, շուտով պատասխան դուր խոսեմներ, խոսեներ, խոսեմիտ ոգիս պատասխաներ, խոսեներ, խոսե պատասխանեմ զիս խնգեր, շուտ գվերջանան հնցելու օրեր, շուտով գպագեն քոս աչքերնից, իցիկ թե այն օրն ունց գիտեր լսեր, ով հավատար ինձ առաբրից, խոսեներ, խոսեմիտ ոգիս պատասխաներ, խոսե պատասխանեմ զիս մրգեր, Դերը շնորհավոր ամեն մեկս օգտագործենք ամեն առիթ եւ բադեություն, որ Դերը մեզի գուտա կործելու, ծառայելու եւ վկայելու իրեն համար։ Մեր Դերը երբ ուսուցաներ, շատ գկործածեր իր ուսուցումեն ետքը, խոսքերը ետքը, հետևյալ խոսքերը, որում վրա իմ պատկամս հիմնավորված է։ Պիտի գարտամ Մատթեոս 13:9, ուր Հիսուս կսե իր խոսքերը լրացնել է ետքը, ան որ լսելու ագան չունի, թող լսե։ Այս խոսքը ամեն ունե, որովհետև չկա մեկը, որ ագանչ չունի։ Ագանչը աչքի չափ կարևոր թուրմն է, ուր մեղքը հոնգե գմտնե։ Աստվածալ նախ ագանչեն գսկսի մեղքը ետ արդակսելու համար։ Փրկության լուրը ագանչով գլսենք, այդպես չէ։ Հավատքը լսելն է, լսելնալ Աստուծո խոսքեն։ Խոսքը ագանչեն սիրտը գմտնե եւ բարեփոխտաբար ասորաբար փառք կուտանք ագանչը առանց գապարիչի է, գապարիչ չունի եւ երկու հատ է, որպեսզի մարդիկ լավ լսեն, իրեն իր ստեղծիչին ցայնը լսեն։ Ան ամեն մարդու գխոսի, ամեն մարդու անխդիր գխոսի։ Եվ Աստծո խոսքը ագանչին նկատմամբ գարկմը ճշմարտություններ գսորվեցնե, որուն շուրջ երկու հատը պիտի հիշեմ, եւ ապա գարկմը ճշմարտություններ պիտի շեշտեմ այս ուղղությամբ։ Մեկ, ագանչով խուլ եղողներ, ագանչներ ունին, բայց չեն լսեր, Սաղմոս 115:6։ Ինչպես կլա
ագանչներ ունին, բայց չեն լսեր, շատ բարձ է պատասխանը, չեն ուզեր լսել։ Մեր դերը երբ ըսավ, անոր լսելու ագանչ ունի, թող լսե, բոլորն ալ ագանչ ունեին, ըսել ուզեց, անոր ուզե հասկանալ և ընդունել, թող ընդունի, որտեղ պիտի հասկանա։ Պողոս առաքյալ հրամայեցված քիրքի մեջ ևս գսե հեթանոսներուն ագնարգելով, միթե չլսեցին գսե, հրամայեցիս 10:18 մեջ, ով չլսեց անոր ցայնը, կրնակ կարդալ ցերդուներու մեջ, ասված հիմայալ գխոսի, միշտ գխոսի, գլսես անոր ցայնը, դրամատիր ես գնտունիս, անոր խոսելու միջոցները շատ են, նպատակը իր պատկամը սրդիդ հասցնելն է, ասված ամեն միջոցներով գաշխատի խաչին վրա գդարված փրկագործությունը մարդուն հասկանալի դարձնե։ Այս է Աստուծո բոլոր գործերը իր նպատակը, որ մարդը հասկանա։ Երկու ագանչով չթլփատվածներ։ Շատեր Աստծո ցայնը լսելով հանդերձ գմփոստանան ու գհագարագին Գործք Առաքելոցի մեջ գգարտանք 7:51 գսե Ստեփանոս ով խստաբարանոցներ ու սրդով և ագանչով չթլփատվածներ թուք ամենադեն հոգվույն սրբո հագարակ կգենակ ինչպես ծեր հայրերը այնպես ալ թուք Երեմիա մարգարեն ալ գխոսի ասված գխոսի իր ծառայի միջոցով 23-26 7-րդ գլուխ գսե հաբա անոնց այս բանը հրամայեցի ուսի իմ ցայնս մտի գրեք եւ ես ցեզ ասված ըլլամ ու դուք ինձ ժողովուրդ ըլլաք եւ ցեզ ամեն հրամայած ջամփաներուս մեջ քալեցեք որբեսի ցեզի աղեք ըլլա երբ ասված բադվեր մգուդա ոչ թե դիկտատոր մնե այսպես գհրամայե եթե չի անազանտիս կբաճեմ հաբա մեր սիրույն որբեսի մենք ուրախ ըլլանք երջանիկ ըլլանք մեզի աղեք ըլլա անոր համար կբատվիրե եւ երբ մենք կգադարենք աղեք կըլլա բայց անոնք մտիկ չրին ու ագանչնին ձրեցին հաբա իրեն չար սիրդին գամագորությունով իրենց խորհուրդներուն հետևեցան ու ետ քացին եւ ոչ թե առաջ Ձեր հայրերուն Եգիպտոսի երկիրեն ելածորեն միջև այսօր իմ բոլոր ծառաներս մարգարեները ցեզի ղրգեցի ամեն օր գանուխ ելնելով գղրգեի ու ինձի մտիկ չրին եւ ագանչնին չձրեցին հաբա իրենց բարանոցը խստացուցին իրենց հայրերեն ավելի չար եղան Դերը այս տասագարքի մարդոց հանդեպ թիրքը հստակ կնե շատ անգամ հանդիմանված մարդը որ իր բարանոցը կխստացնե հանգարց պիտի գդրվի ու բժշկություն պիտի չգտնե գաղութենք Հիսուսի անով վերջացավ Արագած 29:1-ի մեջ կգարտանք Ասված ինչ կարևոր բաներ ունի, որ լսելի դարձուցած է։ Եվ մենք լսելու ենք, այսինքն լրջորեն խորհելու եւ ըսվածը ընդունելու ենք։ Առաջին ասված լսելի դարձուցած է մեղավորին փրկության անհրաժեշտությունը։ Ամեն անց մեղավոր գծվի Որևէ գրոնքի պատկանող ընտանիքի մեջ ալձնի ան մեղավոր փնությունով գծնի իր մեջ մեղավոր մեղքի փնություն գգրե եւ մեղքի զորության դակ գաբրի եւ անոր իշխանության դակ գվարվի գխորհի ու գծրակրե Աստուծո խոսքը մեղավորը գնդգարակրե
մեղքերու եւ հանցանքներու մեջ մեռած ուստի ան մեկն է որ չի գրնար Աստուծո համար ապրիլ մեղքերու մեջ մեռած է պետք է կենթանանա անոր համար փրկիչը Տեր Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ մեղավորները փրկելու ան որ ագանչունի թող լսե այս խոսքը հավատարիմ է ու բոլորովին ընդունելության արժանի որ Քրիստոս Հիսուս աշխարհ եկավ մեղավորները փրկելու Առաջին Տիմոթեոս 1:15 Այս խոսքերը ըսողը դարսոնցի Սողոսն է Լավակույն համայնքի պատկանող մոլերանտ ավանդաբաշտը զոր Տեր Հիսուս փրկեց մեղքերու եւ հանցանքներու մեջ մեռած վիճակեն կենթանացուց քեզի լսելի է այս ճշմարտությունը այսինքն գնթոնիս անմա հոգի փրկության անհրաժեշտությունը գնթոնիս Աստվածաշունչի մեջ այս ճշմարտությունը արևեն ալբայցար Ան որ լսելու ագան չունի թող լսե Մարդիկ չեն ուզեր լսել իրենց պրոբլեմն է իրենց հարցն է ադիգա լսել չուզեր ըսվածը մերժել կենթատրը որքանալ ըսողին հավատա ես Աստուծո կհավատամ բայց անոր ըսածին չի հավատար գմերժե ըսվածին կարևորություն չդալ կենթատրը Աստված խոսի ու մարդը մերժե չլսե ինչ մեծ ողբերգություն Երկրորդ Աստված լսելի դարձուցած է թե մարդը ինչպես գրնա Աստուծո առջև արդարանալ լսելի դարձուցած է Հին ուխտի տնտեսության մեջ այս նյութը ծածկված էր հոբ կհարցնե մարդը ինչպես գրնա արդարանալ Աստուծո առջև 9:2 Սակայն շնորհքի տնտեսության մեջ Դարսոնցի Սողոս քիչ առաջվա անցը որոսի կենթանացավ առաքյալ եղավ գսե եւ անոր շնորհքովը ծրի գարթարանան Քրիստոս Հիսուսով եղած փրկությունով Հռոմայեցիս 3:24 Դավիթ գսե որ Սաղմոսները գրած է քու ծարայիդ հետ Թադաստանի մի մտներ Վասազի գենթանիմը Բիդի չարթարանա քու արջևը 143:2 Սակայն շնորհքի տնտեսության մեջ առաքյալը գսե մենք հավատքով արդարացած ըլլալով խաղաղություն ունենք Աստուծո հետ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի ցերկով Եթե գարտանք առաջին Կորինթացիս 6:11 հոն մեր առաջվա կյանքին մեջ ապրած Կորինթացիներուն Զեղ կյանքը անոնց հատկությունները ինչպեսի մեղքերու մեջ թաղված էին գաբրեին բայց գսե բայց Թուք մեքանիներդ այնպեսիներ էիք բայց լվացվեցաք բայց սրբվեցաք բայց արդարացաք Տեր Հիսուսի անունովը ու մեր Աստուծուն հոգիով բայց արդարացաք խոսքը Աստուծո առջև արդարանալու մասին է Այս արդարանալը մենք չհնարեցինք մենք չշինեցինք մարդկային մտքի մեջ ստեղծված բան չէ արդարությունը չէ որպես թե մեզ մե Փարի վարքով եւ կորձերով ուրիշներուն ծարայելով Աստված բարդագանը զգաց ուզե չուզե մեզի արդարացուց դեսա որ մենք արժանի ենք արդարանալու ու մեզ արդարացուց այս կգոչվի ինքնարդարություն որ Աստուծոքով են քարշելի մեղքերեն կնկատվի ինչու որովհետև ինքնարդարության յետին եսը գեցած է ես
Անշուշտ կորցնական արդարությունը մարդոց արչև անորը սևիկ չի գա, նյութը այդ չէ, անի հետո է, մարդոց արչև կորցնական արդարությամբ գաբրին։ Հարցոս աստուծո արչև ինչպես գրնանք արդարանալ, ան մեզ արդար սեբե, ան որ լսելու ագան չունի թող լսե, և անոր շնորքով ծրի արդարանան, ինչպես Քրիստոս Հիսուսով եղած փրկությունով, այսինքն անոր գադարած փրկակորձության հավատալով, ընդունիլ, որ ան իմ մեղքերուս համար որպես քարնուկ զոհվեցավ, ուրեմն Աստուծո առջև արդարանալու միջոցը ինչ է Հիսուսի փրկակորձության հավատալ է։ Հավատալ ինչ որ Հիսուս ըրավ խաչին վրա, հասկանալ գիտակցությամբ ընդունիլ Հիսուսի գադարած փրկակորձությունը եւ Աստված այն ադեն միայն ու միայն այն ադեն այս միջոցով գարթարացն եւ այս միջոցին այս ծևին հավատալը թյուրին չէ ինչու գիտեք որտեվ խոնարհություն կբան չէ մարդը հբարդ է այս միջոցը չընդունիր Հիսուս իմ մեղքերուս համար ներավ, ատ ինչ խոսք է, ես ինչ մեղ կործեր եմ, ես պարի սիրտ ունիմ, պարի մարդ մնեմ, անորաբար մարդը որքայնալ պարի լա, աստուծո արջև չի գրնար արդարանալ, մաքսավորին բես, բիդի ընդունի իր մեղավոր ըլլալը, գիշեք երկու հոգի դաջարկացին, պարիսեցին աղոթեց, հբարդությամբ, իսկ մաքսավորը ինչպես աղոթեց, ով դեր, գիտես ես ալ, այսինքն մեղավոր չեմ, շատ, սուրպալ չեմ, բայց լավ մարդ մնեմ, չի գրցավ կլուխը վերցնեմ, գուրցքին զարդելով սավ, ես մեղավոր մնեմ, ճիշտ հոս է, Աստված այս գուզե, եթե գուզես աստուծո արջև արդարանալ, բիդի խոնարիս, ինչ որ մարդը չուզեր, չեր գսը, անորամար չեն արդարանալ, եկեղեցի գերտան, ոչ փրկության վստահություն ունին, ոչ մեղքերու թողության վստահություն ունին, այդ երջանկութենեն, այդ հոգի հրջվանք են զրկված, երբեմն գնաս կարծես փուշման եղած եկեղեցի գերտագուկա, ուրախ չէ Քրիստոսով, որտև այդ վստահությունը չունի, այս գիտակցությունը մեզ ուրախություն գուտա, ուրեմն ան որ լսելու ագան չունի, թող լսե, դեր Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ մեղավորները փրկելու, որոնց մեջ թունալ գաս, գնթունիս, գայեն չընդունեց, այս ցևով արդարանալը մերժեց, երկու եղբայրներ լսեցին, աստուծո առջև արդարանալու համար, մեղքերու թողություն գտնելու համար, քարնուկ պետք է զոհվի, երկու քնա լսեցին, ապեն ընդունեց, այո, այդպես է սիրովներ, իսկ գայեն իր կործին սերքերու կործերը պերավ, իր արդերեն, բդուղներեն, լավակույնը պերավ, ես այս ծևով գուզեմ, անորաբար առակյալը գսե, վայ անոնց, որոնք գայենի ճամփով կացին, այսինքն աստուծո առջև արդարանալու ծևը մերժեցին, եւ ասին, մենք այս ծևով գուզենք արդարանալ, ես այսպես կհավատամ, ես այս ծևով ալ մեղքերու թողություն գրնամ ունենալ, եւ այլն, մերժել աստուծո երբը, երորդ, Աստված լսելի դարձուցած է, մարդուն անմա հոգի ճակատագրին առչությամբ, թե ան ուր պիտի անցնե իր հավիտենականությունը, ան որ լսելու ագան չունի, թող լսե, Աստված այնպես սիրեց աշխարհը մինչև իր միածին որդին տվավ, ինչու
որբեսի ամեն ով որ անոր հավատա հավիտենական կյանք ունենա, հավիտենական կյանք ունենա։ Աստված իր սերը, քութը եւ ողորմությունը հայտնած է ու լսելի դարձուցած է իր խոսքի միջոցով։ Հովանու 3-րդ գլուխի մեջ գսե ան որ 36 ան որ որդվույն գհավատա հավիտենական կյանք ունի, ոչ թե իշալլա գունենանք, ունի հավիտենական կյանք ունի, եւ ան որ որդվույն չհնազանդիր, նկատեցիք, գսե ան որ որդվույն գհավատա հավիտենական կյանք ունի, իսկ ան որ որդվույն չհնազանդիր, չսեր չի հավատա, որտեղ հնազանդությունը հավատալը այդ է, հավատալ հնազանդիր կենթադրը, ան որ չհնազանդիր, անիգա կյանք պիտի չտեսնե, հավա Աստուծո փառությունը անոր վրա պիտի մնա։ Մարդը հավիտենական էակ է, ստեղծված է հավիտյան ապրելու համար, անոր ստեղծվեցավ, ան գամ Քրիստոսի հետ պիտի ըլլա, գամ սատանային հետ, եւ միայն ինք կրնա որոշել, թե ուր գուզե անցնել իր հավիտենականությունը, Աստված կխոսի, եթե մարդը հավատա Աստվածին, աղեք, իսկ եթե մերժե, սարսափելի վախճանը պիտի ունենա, ամբողջ հավիտենականությունը առանց Աստուծո, եւ ասի իսկական թժողք է, իսկական թժողք է, ան որ ագանչունի թող լսե թե հոգին ինչ գսե եկեղեցի գսե, նաեւ հայտնության քիրքի մեջ, եկեղեցի, բոլոր մարդոց, առաջին Հովանու 5:12-ի մեջ գսե, ան որ որդին ընդունած է, կյանք ունի, այս երկրի կյանքին համար չի խոսում, հավիտենական կյանքի համար, ան որ որդին ընդունած է, կյանք ունի եւ ան որ Աստծո որդին ընդունած չէ, կյանք չունի, այնքան հստակ է, որ լսողը շվարելու եւ չհասկանալու գարիքը չունի։ Թուն պիտի հավատաս, ուրիշը պիտի չհավատա քու տեղդ, թուն պիտի հավատաս, հավատալու համար պետք է լսես, հավատալու համար պետք է գիտակցես, գիտակցությամբ կհավատանք, քրիստոնեությունը գիտակցության վրա հիմնված է, ոչ թե այդպես, մարդը պետք է հասկանա, գիտնա եւ հավատա, թուն կհավատաս այս ճշմարտությամբ, մարդը ինքսինք խելացի նկատելով չուզեր գիտնալ, ինքսինք չայլամի թերը գադարը, չուզեր գիտնալ եւ չուզեր լսել, թե ուր պիտի անցնե իր հավիտենականությունը, ան կգարցե, որ իր դքիդությունը արդարացի պատճառը պիտի լա Աստծո դատաստանեն խուսափելու, ինչ մեծ հիմարություն, կգարցե, որ եթե ասես Աստուծով Աստված ես չէի գիտեր, հա իրավ չէր գիտեր, օքեյ, քնակ, նգներեմ քեզ, մարդիկ այդպես, անորաբար, գսեն ադի Աստված գիտանիգա, չեր ուզեր գիտնալ, հարցոհն է, ոչ թե միան Աստված գիտեք, զաբա իրենք չեն ուզեր գիտնալ, չեն ուզեր լսել, սակայն Աստված հստակ գրած է, ան որ ագանչունի լսելու, թող լսե, Դեր Հիսուսը ասավ, եթե չապաշխարեք, բոլորը դալ պիտի գործվի, ոչ ոք կասկածի Հիսուսի գադարած հայտարարության, մարդը կամ գոհոժարի լսել այս հայտարարություն եւ ապաշխարելով Աստուծո կողմ անցնի եւ անոր հետ քալե, անոր փառքին համար ապրելով հավիտենական կյանք գունենա։ Եվ կամ չուզե լսել եւ չհավատալ ու հավիտենապես գործվի։ Այսպես ինքն իր ցերքով գադարած ընդրությունով, որոշումով պիտի գնքե իր հավիտենական ճակատագիրը։ Ուրեմն, ան որ լսելու ագանք չունի, թող լսե։
Պիտի շարունակես թուն քեզ խափել աստվածային ճշմարտություններու նկատմամբ պիտի չուզես լսել անոր լսելու ականջունի թող լսե մեղավորին փրկության անհրաժեշտությունը լսելի դարձուցած է լսելի դարձուցած է թե մարդը ինչպես կրնա աստուծո արչև արդարանալ հրաժարեք ու բարի կործերուտ վստահելով անոր արչև արդարանաս Ոևէ մեկը չի գրնար զասված բարդագան ունել։ Նայիր, ես գիտես ով եմ։ Անի մարդոց արչև գսես։ Մարդոց արչև ասպես հբարդությամբ կգալես, լավակույն մեծ բարեր առնես եւ այլն, Աստուծո արչև ոչ։ Միայն անոր Հիսուսի գադարած փրկագործության հավատալով պիտի արդարանա։ Հստակ է, լսելի դարձուցած է։ Երորդ լսելի դարձած է թե մարդը ուր պիտի անցնե իր հավիտենականությունը։ Ինչ է քու թիրքդ։ Ինչ է քու թիրքդ։ Այս ճշմարտությունները ամեն անգամ վաբես մեգական չետ պիտի մտնեմ ուսեն դուրսել է։ Թիրքդ հստակ է։ Այս բաները լսելու հոժար ես։ Այսինքն գնթունիս այս ճշմարտությունները թե ոչ չլսելու գուքաս։ Խուլլալ գծևացնես եւ սուտ մխիթարություններով թուն քեզ գմխիթարես։ Լավ պետք է գիտնաս սիրելի բարեկամ, որ քու դքիդությունդ եւ խուլ ցևացնելդ քեզ պիտի չարթարացնե երբեք խուսափելու Աստծո դաստանեն։ Հոն չես կնարսել չեմ գիտեր։ Երևակայեցեք մեկը մարդ մզարն է եւ Թադավորս է, որ գախաղան բիդելես։ Եվ մարդս է, ես չէի կիդեր, որ գախաղան գա, ես գգարձեի, պանդը բիդեր տամ, 15 տարի հոնդեղը պիստինգա գլողամ, թենիս գխաղամ, բասկետ գա, գուդեմ, աղվոր դունիվարդ չի գա, ես անակ գգարձեի։ Թադավորը բիդես է, քու չկիտնալը թանցանք է, կիտնայիր, ասված բիդես է, ես լսելի դարձուցի, իմ խոսքը ստվի, ինչս էլ է չէի կիդեր, բայց մարդը այնքան հիմար է, որ չուզեր գիտնալ։ Գսե չէ, ադի չես գիտեր ավելի լավ, գծածկվի։ Մեղ։ Ուրեմն ըսկուշ, ասված գադակ չներ, ան լրջությամբ կխոսի եւ քու շատ կբան չէ, որ ըսվածը ընդունիս եւ վարգյամ առաջ մեղքերդ խոստովանե խաչալին արջև ընդունե Հիսուսը, որ է ջամփան ճշմարտությունը եւ կյանքը հավիտենական ան որ Հիսուսը գտնի կյանքը ստացած կլա իր մեջ Ուսես այս ճշմարտությունները ընդունել համոզումով գիտակցությամբ Տեր Հիսուսի առջև խոնարհիս եւս ես այս արավոտ շնորհակալ եմ Տեր Միչեմա չայլամի պես չէ ուզեր գիտնալ գգարձեի եւ այլն բայց այսօր սիրտս քեզի գուտամ գհրավիրեն իմ սրտիս մեջ եթե մեջ Թիդոներ կան համացանցի միջոցով այդպես իներունալ գոչ կուղեմ Քրիստոսի սիրով այսօր գանք վաղը թերևս գերտանք այնպես որ Աստված կխոսի ամեն ճշմարտությունները լսելի դարձուցած է Մարդը ժամանակ չունի գարտալու, լսելու, չուզելու, ադիգա իր պրոբլեմն է, բիչազադի տատաստանեն, երբեք։ Բոլոր աշխարհի եկեղեցիներն ալ եթե աղոթեն, դեր ողորմի ասեն, երբեք։ Հիմա է ընդունելու ժամանակը։ Պիտի խնդրեմ, որ բանը մեր գլուխները խոնարհեցնենք, աղոթքի արիթ կուզեմ դալ, միգուցե մարդիկ գտնվի, որոնք հասկացան, համոզվեցան եւ գուզեն հրավիրել Տեր Հիսուսի իրենց սրտի մեջ։ Այդպեսիներ հետեւյալ աղոթ կնեն անգեղծությամբ եւ հավատքով։ Տեր Հիսուս, ես հիմա քիծած է գործված մեղավոր մնեմ։ Երկար դարիներ անհոգ եւ անդարբեր մնացի իմ հոգիս փրկությունով։ Բայց այսօր Տեր Քեզի գուքամ իմ բոլոր մեղքերովս։ Այսօր քու ցայնդ լսեցի։
Գհրավիրեմ Տեր Հիսուս իմ սրտիս մեջ եւ գուզեմ քեզի հետ քալել եւ քեզի համար ապրիլ։ Շնորհակալ եմ, որ լսեցիր իմ աղոթքս։ Փառքիդ համար ամեն։ Տերը ձեզ արադապես օրհնի։ Շնորհակալ ենք Տերոջմեն, որ անգամ ևս մեր ագանչներուն խոսեցավ լսելու իր ցայնը եւ խոնարելով ընդունելու այնինչ որ գագնգալ է մեզ ամեն մեկեն, որբեսի հավիտենական կյանքի ժառանգության արժանանանք։ Бид վերջացնենք երկելով 626-րդ երգին առաջին, երրորդ, չորրորդ եւ հինգերորդ տուննալ ոտքի եւ հովիվին աղոթքով պիտի փակենք։ Ես գլսեմ ցայն ով Հիսուս։ Ես կլսեմ ցայն ով Հիսուս, անոր համար կուքամ, սիրում ու ցայն ականջլեցուց, ինչպես ես շարդորամ։ Գուքամ զիս մի մերժեմ, ուժ գաղաչեմ ոտեմ, արժանացուր օգնացոքիս սուր կանկսյան երնից ունայնդեղ ես շատ չանքրի պրգել զիսին ուժով անսան սրպել ես չգրցի հարեկործությունով Գուքամ զիս մի մերժեմ, ուժ գաղաչեմ ոտեմ, արժանացուր հոգնացոքից, սուր կանկսյան երնից։ Քու սուրբ արյունը թափվեցավ խաչապայտին վրա, բոլորի մեղսով կապեցավ արդար գլխուտ վրա։ Գուքամ զիս մի մերժեմ, ուժ գաղաչեմ ոտեմ, արժանացուր օգնացոքիս սուր կանկսյան Որչապ սուպեր արդեն եկան, կուտեսություն պայլեն, տուն ես շամպան, որով գրծան, այն սուրպանքիս մտնեն։ Գուքամ զիս մի մերժեմ, ուժ գաղաչեմ ոտեմ, արժանացուր հոգնացոքիս սուր կանկսյան երնից։ Ով Տեր շնորհակալության ոգիով քո առջևդ գերանք փառք ուտանք խոսքիդ համար, փառք ուտանք այն բոլոր ճշմարտություններուն համար, որ լսելի դարձուցած ես մեզի խոսքիդ միջոցով։ Օգնե մեզի որպես հավատացյալ Տեր, որ լսենք եւ Տեր խոսքիդ հետևենք եւ անըլլա մեր կյանքի չափանիշը։ Եվ որպես սիրելիներ, որոնք դակավին Տեր քեզ մեհերու են, անոնք որոնք խոսքդ լսեցին այս սարավոտ եւ պիտի լսեն ապակայնալ
քո հոգիդ կործե այնպեսիներ ու ներսիտին, որբեսի անոնք իրապես հոժարին ընդունելու ըսված խոսքերը եւ այսպեսով դեր իրենց փրկությունը վայելեն եւ դեր հավիտենական կյանքը ապահովեն խոսքդ գնքես դեր մեր սրտերու մեջ Հիսուսյանով գաղութենք ամեն